Ամուսնությունը կարևոր է ու մեր կյանքի կարևորագույն իրականություններից մեկն է։ Բարև ձեզ, ես Կարեն Խաչատրյանն եմ, Հռոմ ավետարանական եկեղեցիների առաջնորդ, 33 տարի ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա, 3 թոռնիկ։ Այս վերջերս մի հատ պատմություն պատմեցին, անեկդոտային պատմություն է։ Երիտասարդ մի աղջիկ զանգարում է իր մորը, գիշերվա կեսին, մայրը վախեցած վերցնում է հեռախոսը, լսում է երեխու իր աղջկա ձայնը, ասում է ինչ եղել բալես։ Մամ ասում է, այս ամուսինս քնի մեջ խոսում է։ Դե ասում է, բալես դինում է տղամարդ հայմա ամբողջ օրը աշխատել է, գործը, այս այն հարցերը սրա հետ է տվել առել, նրա հետ է։ Երևի տենց դե համար տենց ծանր օր է ունեցել, քնի մեջ խոսում է։ Մամ ասում է, չէ, կնոջ հետ է խոսում։ Ինչ որ մի հատ Տանյայի, դե ասում է, բալես երևի մի գոլեգան է, չգիտես, հաշվապահն է իրանց կամ շեֆն է իրան, ինչ գիտես, մի գործի մեջ Տանյան ով է։ Մամ, չէ, իրան ասում է սիրելի Տանիչկա։ Մայրը ասում է լավ, համբերի առավոտյան կարթնանա կհարցնես ով է Տանիչկան։ Աղջիկը ասում է ինքը չի արթնանա։ Ինքը համ ծիծաղելի է, համ ահավոր է, որովհետև մեզ համար կարևոր է մեր ամուսնությունները, հա։ Մենք կարող ենք ուրիշների հարաբերություններին այլոց հետ նորմալ տանել, չանհանգստանալ, բայց ինչը վերաբերում է մեզ, մեր ամուսնուն կամ կնոջը, չէ, հարաբերությունները միանգամից ամեն ինչ դառնում է կարևոր։ Ու դա այդպես էլ պիտի լինի։ Ինձ հետաքրքիր է, որովհետև դուք բոլորդ էլ Աստծո մարդիկ եք եւ կարծում եմ կարելի է միասին պատճառները մտածել։ Օրինակ ձեզ ինչն է պատճառը թե ամուսնալությունների, Հայաստանի մասն ենք խոսում, ամուսնալությունների նման աճի պատճառը եւ կարծում եմ մենք էլ ենք վկա, որ շատ դեպքերում մեր շրջակա, եթե մեր ծանոթների մեջ ամուսնալուծություն կա, քիչ չեն կանանց կողմից, չէ՞, նախաձեռնվող ամուսնալուծությունները։ Շատ լավ։ Դուք բոլորը ճիշտ ասեցիք, բայց կա մի գործոն, որ դուք բաց թողեցիք։ Դուք բոլորը նկատեցիք այս սոցիալ-տնտեսական միջավայրը։ Այո, սոցիալ-տնտեսական փոփոխություն կա, սոցիալ-տնտեսական կարգավիճակների հարաբերությունների իմաստով, այո, այսօրվա հասարակության մեջ, մանավանդ մեր հասարակության մեջ, քանի որ կանայք, աղջիկները շատ ավելին են սովորելու մեջ, շատ ավելին են համալսարաններում գնացեք սովորում են, առաջ են գնում, դա նշանակում է մոտակա 10 տարիներում մեր մասնագիտական, կրթական, քաղաքական, պետական մարմիններում կանանց առկայությունը ավելի շատանալու է։ Դա լավ է, ով ասում վատ է, բայց մյուս կողմից այդ սոցիալ-տնտեսական փոփոխությունը կնոջ դերի, կարողության, ունակության առանց առաջին տարի, որ այստեղ եկեղեցին է, հոգևոր տարն է, ինքը վնասելու է եւ մենք առաջիկա տասնամյակում շատ ավելին կտրուկ տեսնելու ենք ապահարզանների առկայությունը Հայաստանի հասարակությունում։ Պատմականորեն թե սոցիալ-տնտեսական միջավայրն է այնպեսին եղել, որ կինը մենակ չէր կարող, պիտի անպայման ամուսին ունենար, երեխաներ ունենար, չէ, ու մանավանդ կինը, որը ամուսին ուներ, բայց երեխաներ չուներ, նորից, չէ, վտանգված էր, ու կարող է դուք էլ վկա լինեք, որ եթե այն կանայք, որոնք երեխա չեն կարողացել ունենալ շատ անգամ իրենց, չէ, բաժանվել են իրենցից, ուրիշ կնոջ հետ են ամուսնացել, որից երեխաներ ունեցել, ոնց որ ամուսնությունը եղել է երեխա ունենալու համար, եթե կինը չի բավարարել երեխա ունենալու պայմանին, կնոջից ձերբազատվել են, հա։ Չգիտեմ, դուք եթե չունեք այտենց վկայություններ կամ ծանոթ չեք այտենց պատմություններ, ես շատերին եմ ծանոթ, որ ամուսնությունները բաժանվել են հենց այն պատճառով, նույն սիրող ամուսիններին բաժանել են ծնողները եւ այլն, ընկերները, մտերիմները, չգիտեմ, բարեկամները, որտեվ կինը երեխա չի ունենում։
Բայց կինը, որ երեխա ուներ, ամուսնացած էր, սոցիալ-տնտեսական իմաստով ապահովություն էր իրան, հա, իր ամուսին ունենալը, երեխաներ ունենալը, դա ապահովություն էր։ Կարելի ասել դերերը տղամարդը ստեղծող ուժներ, կինը տնօրինում էր, լրացնում էր, բազմացնում էր, հա, տնտեսում էր եւ այդ դերերը միասին գործում էին։ Հիմա սոցիալ-տնտեսական միջավայրը որոշակի փոփոխություն, ինչպես ասացի, դերերի փոփոխությունն էլ առաջացել, որտեղ եթե կինը հիմա աշխատող հիմնական, հա, ֆինանսի ապահովող մասն է ընտանիքում, որտեղ ընտանիքը ամուսինը պետք է մեկը ստեղծի, մյուսը բաշխի տնօրինի։ Հիմա եթե ստեղծողը կինն է դառնում, տղամարդուն ընկնում է այդ բաշխելու, չգիտեմ, ապահովելու, երեխաներին դպրոց տանելու, բերելու, ինչ-որ թեթև ինչ-որ ձեռով ինչ-որ բանով զբաղվելու, բայց դա նշանակում է դերերը փոխվել են, արդեն հիմնական հաց բերողը ընտանիքում արդեն տղամարդը չի եւ կնոջ կախվածությունը արդեն տղամարդուց այլևս սոցիալ-տնտեսական իմաստով չկա, հա։ Իսկ եթե առաջ կինը կախված էր տղամարդուց, այսօր այդ փոփոխությունը առաջին մի քանի տասնամյակում հաստատ Հայաստանում հակառակը կլինի։ Բայց պատմականորեն եկեղեցին մեր աշխարհի մասն ենք խոսում, հա, եկեղեցին նաև այն բաղադրիչն էր, որը ապահովում էր ընտանիքի ամրությունը։ Որովհետև եկեղեցին բերում էր թե հոգևոր իմաստը, հա, արժեքը ամուսնության, եւ թե բարոյական չափանիշները։ Եվ ամուսնանում էին եկեղեցում, չէ, ինչ-որտեղ պատասխանատվություն էին կրում, Աստծո վախ ունեին մարդիկ։ Մեր մոտ հիմա մեր հասարակության մեջ, բացի սոցիալ-տնտեսական փոփոխությունից, այս առաջի տարին է փոխվել։ Աստվածային հեղինակությունը, աստվածային պատասխանատվությունը ընտանիքի առումով վերանում է։ Հիմա ընտանիքի կազման հիմնական շեշտը գործոնը մարդը ինքն է։ Իր ընտանիքն է, իր ուզածն է կամ չուզածն է ու վերջ, հա։ Եվ այս գործոնների փոփոխությունը, թե եկեղեցու դերի իմաստով, հոգևոր արժևորման եւ իմաստի իմաստով բերում է նրան, որ մենք այդ վիճակագրությունը տեսանք ու ցավոք սրտի կանխատեսումներն է, որ շատ ավելի արագ կլինի կազմալուծումը, որտեղ սոցիալ-տնտեսական դաշտը արագ է փոխվում հիմա։ Okay, գնանք առաջ։ Ինչու է ամուսնությունը կարևոր, որովհետև կարևորության գործոնը հիմնականում բխում է 4 բանից եւ ցանկացած բան, որ մենք ուզում ենք ինչ-որ ձևի գնահատենք, գնահատում ենք այս 4 բաներով, 4 իրականություններով կամ 4 երևույթներով։ Առաջինը ով է հեղինակը։ Ինչ-որ բան կարևորվում է նրանով, թե ինքը ում կողմից է ստեղծվել, չէ՞, ով է իր հեղինակը։ Օրինակ, ես էլ կարող եմ նկարել, բայց իմ նկարները այլ արժեք ունենան, քան ասենք Պիկասոյի խզբզոցը, մի մատիտով գիծ քաշածը։ Ես կարող եմ ամիսներ չարչարվեմ, սիրուն նկարեմ, չէ՞, բայց երբ որ հարցնեն ով է նկարել, այդ մատիտի խազը Պիկասոյի ավելի կարժենա, քան ասենք Արեն Խաչատրյանի ամիսների չարչարանքը։ Հեղինակը կարևոր է։ Համաձայն եք։ Երկրորդ նպատակը ստեղծման։ Ինչի համար է ամուսնությունը ստեղծվել։ Որովհետև նպատակը կարծես կապ ունի նաև տվյալ իրականության արժեքը ունենալու հետ։ Օրինակ, եթե լինի մանկական այդ ոնց է գարշոկը, ոնց է հայերեն։ Գիշերմանոթը, գիշերանոթը։ Կա գիշերանոց եւ կա գիշերանոթ։ Գիշերանոթը լավ բոլորս գիտենք, մանկական է, ինքն կոնկրետ լավ նպատակի համար է ստեղծված եւ շատ մայրերի լարցեք, ինչքան ինքը կարեւոր է։ Գոնե մեր սերունդի ժամանակ հիմա պամպերսը կարծես թե փոխարինել է դրան։ Եվ ասենք մի, չգիտեմ, աման, որը ստեղծվել է միրգ կամ, չգիտեմ, տաք ճաշ մատուցելու համար սեղանին։ Արդյոք իրանք տարբեր արժեքներ չունեն, կախված այն նպատակից չի համար իրանք ստեղծված է։
չէ՞, նպատակին կա արդեն, դուք այդ գիշերանին ուրիշ ձև կգրեք, գետնին կդնեք, չէ՞, այնտեղ, չգիտեմ, որտեղ կլինի անկյունում, չգիտեմ, վաննայի տակ, բայց այն ափսեն, որ պետքա սեղանին դրվի, դուք հատուկ մաքրում եք, լվանում եք։ Գուցե իրանք նույնիսկ նույն նյութից պատրաստված լինեն, բայց իրենց նպատակների ստեղծումը արդեն որոշում է իրանց արժեքը։ Սա կարևոր է հիշելու, երբ որ գանք ամուսնությանը։ Բաղադրիչները ինչից է ինքը պատրաստված։ Տվյալ երևույթը, չէ՞։ Օրինակ, երբ որ դուք գնում եք հագուստ գնելու, ինչ եք անում, մի հատ ձեռք եք տալիս, չէ՞, նայում եք գրվածքը, ինչ նյութեր կա, չէ՞, բամբակը ինչքան է, բուրդը ինչքան է, չէ՞, այդ արհեստական մասը ինչքան է, չէ՞, ինչքան բնականական, ինչքան թանկ բաղադրիչ ունի, այնքան ավելի իր գինը բարձր է։ Համաձայն եք, որ բաղադրիչներն էլ են կարևոր։ Եվ վերջինը ինքը ինչպես է աշխատում, ինչպես է գործում, իր ֆունկցիան ինչպիսին է։ Օրինակ, պատկերացեք, ունենք նույն ֆիրման է, հեղինակը ստեղծել է բաներ, այդ օդի հովիչներ, հովանիչներ, վենտիլատոր, հայերը վենտիլատորն ասում, օդամղիչ, հայերը, օդամղիչներ, բաղադրիչները, նյութերը նույնն են, բայց մի տարբերություն կա, մեկը աղմկոտ է գործում, մեկը անձայն է գործում, որը կընտրեք, անձայնը, գործելու ձևն էլ, չէ, գործելու նկարագիրն էլ որոշում է, թե իրանցից որը նախընտրելի կլինի, որը ինչ արժեք կունենա։ Սա գործում է ցանկացած պարագայում, ուզում եք մեքենա առեք, ուզում եք տուն առեք, ուզում եք հագուստ առեք, ինչ ուզում եք գնահատեք, 4 բաները որոշում են ապրանքի գինը։ Հիմա այդ նույնը եթե մենք վերագրենք ամուսնությանը, գնահատենք այս գործիքներով, այս չափանիշներով, գնահատենք ամուսնությունը, ու սկսենք առաջինից։ Ո՞վ է հեղինակը։ Հեղինակը Աստված է։ Համաձայն եք։ Ով համաձայն չի, որ հեղինակը Աստված է։ Կարծեմ ես սենյակում բոլորը համաձայն են, չգիտեմ, մեր դիտորդներից ոմանք համաձայն են, ոմանք չէ, որտեղ տարբեր կարծիքներ կան աշխարհում, մարդիկ տարբեր կարծիք ունեն, թե ընտանիքի հեղինակությունը որտեղից է բխում, ոմանց համար դա պատմական ձևավորված մարդկային խմբի սոցիալական կարգավորման ձև է իրանց հարաբերություններ կարգավորելու, ոմանք ընդհանրապես ասում են դա բխում է ուղղակի մարդկային բնությունից, մարդը պետք է մեկին ունենա իր անընկեր, իր բնությունն է այդպիսին, դա համար է ինքը բնականից ձգտում ամուսնության եւ մարդիկ ովքեր հավատում են, որ ամուսնության հեղինակությունը աստվածային է, Աստվածը հեղինակը ամուսնության։ Մի հատ հարց ուղղակի, որ ձեզ չքնեք։ Իսկ ինչից գիտենք, որ Աստված է հեղինակը։ Իմ հավատքը անձի վրա է։ Մենք Հիսուսի վկաներն ենք։ Հիսուսը չասեց Սուրբ Գրքի վկաները կլինեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում, մինչև երկրի ծայրը, ասեց իմ վկաները կլինեք։ Դա համար մեր ամուսնության նաև, հարցում հեղինակությունը բխում է մեր Փրկչից, Տեր Հիսուս Քրիստոսից։ Մատթեոս 19-րդ գլխում կարդում ենք. Հրեաները, փարիսեցիները մոտեցան ու փորձեցին Հիսուսին փորձել։ Փարիսեցիները նրան եկան, 3-րդ խոսքն է, եւ փորձելու նպատակով ասացին. Օրինավոր է արդյոք, որ մարդը իր կնոջը արձակի որևէ պատճառով։ Եվ Հիսուսը նրանց ասաց. չեք կարդացել, թե նա, որ սկզբից ստեղծեց, արու եւ եք ստեղծեց նրանց, եւ ասաց այս պատճառով մարդը կամ այրը պիտի թողնի իր հորն ու մորը եւ իր կնոջը պիտի հարի եւ երկուսով մեկ մարմին պիտի լինեն։ Ու այսուհետև նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են, ուրեմն ինչ որ Աստված միավորեց կամ միացրեց, թող մարդը չբաժանի։ Նայեք, Հիսուսը, մեր Հիսուսը, ում մենք հավատում ենք, խոսել է ծննդոց մեկի մասին որպես իրական փաստի։ Դրա համար ես հավատում եմ, որ չի եղել էվոլյուցիա, չեն եղել մարդանման կապիկներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի մարդանման են դառել ու մի օր էլ որոշել են, որ պետք է զույգերով ամուսնանան։
ես հավատում եմ Հիսուսի խոսքի հիման վրա, որ հենց սկզբից Աստված արարել է արու եւ եք։ Ու երբ որ Հիսուս ասում է սկզբից Աստված, ծննդոց առաջի խոսքն է, չէ՞, սկզբից Աստված երկինք ու երկիրը ստեղծեց, հետո մարդուն ստեղծեց 6-րդ օրը։ Բայց այն սկզբից ասվածը Հիսուսը կիրառում է 6-րդ օրվան էլ։ Այսինքն դա նաև մարդկության սկիզբն է։ Ծննդոց այն սկզբի երկրի ու տիեզերքի սկիզբն էր, լույսի սկիզբն էր, բնության սկիզբն էր, արևի եւ լուսնի սկիզբն էր, հա, մոլորակների սկիզբն էր, եւ կենթանիների, ձկների սկիզբն էլ դա էլ մարդու սկիզբն է։ Սկիզբը հենց այդպես է եղել, մի անգամից արու ու եք, ու դա ասել է Տեր Հիսուսը։ Որովհետեւ ասում են, օրինակ, տես տեսություն կա, ասում են այդ նկարագիրը ծննդոց մեկի, ի վերջո դա հազարամյակների նկարագիր է, այդ կենթանիների էվոլյուցիան է նկարագրված 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը, դա էվոլյուցիա է, դա միլիոնավոր տարիների պատմություն է, 6-րդ օրն էլ ինչ-որ երկար ժամանակ է եղել, ու այդ մարդիկ էլ, որ սկսել են դառնալ մարդ, դա process է եղել։ Հիսուս ասում է, չէ, սկզբից արու եք եղել։ Իմ հավատքը Հիսուսի խոսքերի վրա է։ Ու ինչքան էլ փորձեն, չգիտեմ, բացատրեն, մեկնեն, փաստաթղթեր գտնեն, ապացույցներ գտնեն, ճակերտավոր, ես կհավատամ մեկին, որ մեռել է ու հարություն առել։ Քան թե բոլոր նրանց, ովքեր ինչ-որ տեսություններ ու գաղափարներ ունեն։ Իսկ մեր հավատամքը ամուսնության աստվածային հեղինակության վրա գալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Եթե դու հավատում ես Հիսուսին, հավատում ես իր մահվան ու հարությանը, հավատում ես իր Աստծո որդի լինելուն, դրա համար էլ հավատում ես, որ ինքը հաստատել է ամուսնությունը, որ ի սկզբանե Աստծո կողմից ստեղծված, եւ ի սկզբանե արու եւ եք, եւ ի սկզբանե իրար հետ մեկանալու, միասին լինելու, մեկ մարմին լինելու եւ օրհնություն ժառանգելու համար։ Եթե համաձայն ես, ասա ամեն։ Հետաքրքիր է, որ այն ինչը ունենք քրիստոնեական վարդապետության մեջ վերաբերվող ամուսնությունը, ունենք 3 տղամարդուց, որոնցից մեկը անհաջող ամուսնություն է ունեցել, որովհետև միակ նկարագիրը իր ամուսնության իր օկնգա կռիվն է, որը վերջանում արյունով, Մովսեսը, եւ 2 չամուսնացած տղամարդ, մեկը Հիսուսը, մյուսը Պողոսը։ Գրել է ամուսնության մասից մեր ողջ քրիստոնեական աստվածաբանությունը բխում է իրանցից, իրականում։ Հիմա աստվածային հեղինակությունը ամուսնության մի հետաքրքիր նկարագիր ունի, երբ որ հիշատակեցինք այդ ծննդոց առաջի գլխում կարդում ենք արարումը 6-րդ գլխում, երբ որ Աստված մինչև այդ արարումը ամեն ինչ, չէ, արդեն գոյություն ունի տիեզերքը, գոյություն ունի երկիրը, աստղերը, երկնային մարմինները կան, լույսը կա շաքայնան Աստծո փառքի, կան բույսերը, կան կենթանիները, կան ջրի կենթանիները, ու մեկ էլ Աստված ինքը իրեն է խոսում, ինչև այդ չէ, խոսում է ջրին ջրից են դուրս գալիս կենթանիները, հողին հողից են դուրս գալիս, մեկ էլ Աստված ինքը իրեն է խոսում, մեր պատկերի, մեր նմանության պես մարդ ստեղծենք, որ այս ամենին իշխի։ Հետաքրքիր է, ինչ նկատի ուներ Աստված, եւ որ ասեց մեր պատկերով, մեր նմանությամբ։ Չէ՞ որ Աստված ինքը աներևույթ է, Աստված հոգի է։ Այդ նշանակում է ինքը չունի պատկեր, չունի նմանություն, ինքը հոգի է, անտեսանելի, աներևույթ էությունը։ Ինչ որ ինքը ստեղծել է, բխում է իրանից, բայց ոչ մեկը իրան նման չի։ Աստված նյութ է ստեղծել, բայց Աստված նյութ չի, Աստված ջուր է ստեղծել, բայց Աստված ջուր չի։ Հա, կենթանիներ է ստեղծել, բայց իրանցից ոչ մեկը ինչ նկատի ուներ, երբ որ մարդուն այս տեղակին պետք է ստեղծեր, Աստված ասեց մեր պատկերով մեր նմանությամբ։ Այսինքն Աստծո համար կար պատկեր ու նմանություն, այսինքն Աստված լինելով աներևույթ, անվերջ, հավիտենական, ունի ինչ-որ պատկերի ընկալում։ Ու այդ պատկեր բառը իրոք պատկեր է։
Ու այդ նույն պատկեր բառը օգտագործված է, որ դու տենց պատկեր չստեղծես, կուրկ չստեղծես, ինձ ոչ մի բանի չնմանեցնես։ Ու այդ նույն պատկեր բառով գրված Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով իր նմանությամբ։ Միակ ակնարկը ողջ մարդկության պատմության մեջ անհասկանալի է եղել, քանի դեռ չի եկել Հիսուսը։ Որովհետև նայեք, եթե Ադամը Աստծո պատկերն ու նմանությունը ուներ, ինչի մեղանչեց։ Միթե Աստված մեղանչում է։ Միթե Աստված ունի մեղանչելու ունակություն, որովհետև պատկերը նշանակում է ինքը ներկայացնում է իրան, հա? Դա իրան է ներկայացնում, պետք է իրան նմանությունը լինի։ Բայց տեսնենք Ադամը մեղանչեց։ Չէ՞։ Ինչ է դեպքում պատկերի ծանձրև է, հա? Փոթորիկա, մեր մոտ փագա մեղանչ, չէ՞։ Ուրեմն ինչ եմ ասում Հիսուսի գալով է հայտնի դառնում այդ ինչ էր։ Ծննդոցը սկսում է նրանից, որ Աստված ինչ անում, ստեղծում է երկինք ու երկիրը ու երկու իրականություն կար անդունդը, խավար եւ ջրերը։ Ու Աստծո հոգին թևածում էր ջրերի վրա, չէ՞։ Ու Աստված ասեց ինչ լինի, լույս լինի, եւ հետո 6-րդ օրը իր պատկերով ստեղծեց մարդուն, սկսեց ջրի վրա նայելուց, վերջացրեց նման պատկեր մեկ էլ եղել է Հիսուսի մկրտության ժամանակ, չէ՞։ Աղավնին իջավ Հիսուսի վրա ու ասեց դու իմ որդին ես, հա։ Ճիշտ դրա կրկնումն էր ծննդոցի իրականում։ Հայրը այն ժամանակ էլ իր որդուն տեսավ, իր որդու պատկերը տեսավ։ Ու այդ պատկերի նման արեց։ Դրա համար Հիսուսը վերջին Ադամն է կամ վերջնական Ադամն է։ Ոչ թե ինքը Աստծո B ծրագիրն է, առաջինը A ծրագիրը Ադամն էր, չստացվեց, Աստված B ծրագիրն էր, դա Հիսուսն է։ Չէ, Հիսուսը հենց առաջին մշտական ծրագիրն է եղել։ Այդ պատկերն է տեսել Աստված։ Ու այդ պատկերի պես ստեղծել է Ադամին ու Եվային, մեզ, մեր ամուսնությունը։ Այսինքն մեր ամուսնությունը սկիզբ առել ոչ թե այն պահից, որ Աստված Ադամին ու Եվային ստեղծեց, այլ այն պահից, որ տեսավ իր որդուն։ Ինչ որ մեկը իմ ուսուցիչներից Դեվիդ Փոսոնը, Հայկը լավ գիտի իրան, ասում էր ամենամեծ Աստվածաշնչի պատմությունը, դա ամենամեծ պատմությունն է, որը նկարագրում է, թե ինչպես Հայր Աստված իր որդու համար հարս բերեց կամ հարս գտավ։ Դա փրկության ծրագիրն է։ Ու մեր ամուսնությունները զուտ մեր անձնական կարիքների, հարցերի համար չեն։ Աստվածային հեղինակությունը իրանց շատ ավելի խոր ու կարևոր արժեք է տալիս մեզ մեր ամուսնություններին։ Ու եթե քրիստոնյաները ճիշտ գնահատեն իրանց ամուսնությունները, ճիշտ արժևորեն այդ աստվածային արժեքով, մենք հավատացեք այն ինչ այսօր ցավոք տեսնում ենք բաժանությունները նույնիսկ քրիստոնյաների մեջ չենք տեսնի։ Տեսնում ենք, որտեղ իրանք չեն, այսինքն ըստ ինձ, դավար Պողոսը արգելում է, որ այրը իր կնոջը չթողնի, չէ՞, այսինքն չբաժանվի։ Ինչու՞։ Որտեղ ամուսնությունը դա ուղղակի ջայլ տղա էր, ջայլ աղջկա տեսավ, հավանեց, ուզեցը չի։ Ամուսնությունը շատ ավելի խորը, շատ ավելի մեծ, հա, աստվածային հեղինակություն ունի։ Ու այդ ջայլ տղան եթե չի սովորել վերաբերվել իր ամուսնությանը այդպես, դա համար վաղը մի հատ ավելի սիրուն աղջիկ կտենա, մի երկու հատ կռիվ կանի, всё, ինչ այսօր տեսնում ենք։ Յոլա չեն գնում իրար հետ։ Չենք հասկանում իրար։ Ինչի՞ պիտի հասկանաք, եթե նույն արժեքը չեք տալիս։ Լավ։ Սա տենց ասած եկանք նպատակին։ Մեր ամուսնությունը Աստծո պատկերի արտացոլումն է։ Այն պատկերի, որ Աստված տեսավ, որոշեց, դա իր որդու իր հայտնության պատկերն է։ Իսկ ամուսնությունը դա լավագույն ձևն է, որով Աստված կարող է հայտնել իրան մարդկության մեջ։ Ինչու՞։ Ինչի հիման վրա ամուսնությունը։ Սիրո, Աստված սեր է, չէ՞, ամենամտերիմ սիրո հարաբերությունը ամուսնության ընտանիքի մեջ է, չէ՞, նախ ամուսինների մեջ, հետո երբ որ երեխա են ունենում ծնողների եւ երեխաների մեջ։
Կա դրանից ավելի ուժեղ, ավելի մոտիկ հարաբերություն, սիրո հարաբերություն։ Քան ծնող երեխա եւ ամուսին հարաբերությունը։ Անկեղծ, կա։ Մարդկային հարաբերության մասն ենք խոսում։ Չէ։ Այսինքն սիրո առավելագույն դրսևորումը ամուսնության ընտանիքի մեջ է։ Ու Աստված սեր է։ Եթե ամուսնությունից դուրս մեկ այլ տեղում մարդկային հարաբերության մեջ լիներ այլ սիրո, ավելի մեծ սիրո նկարագիր, կհասկանանք, որ ամուսնությունը չի Աստծո պատկերի արտացոլումը, այլ իրականությունն է։ Նայեք, նույնիսկ հովիվների համար, երեցների համար ինչի Աստվածաշունչը պահանջ դնում, որ ընտանիքի մարդ լինի, չէ, ընտանիքին հոգ տանող լինի, ընտանիքի հայր լինի, հաջող ընտանիքի մարդ լինի, որտեղ եթե իր հաջող ընտանիքին, չէ, չի հաջողվում, ինչպես պետք է Աստծո հոտին հաջողվի, կամ ինքը ոնց որ չի արտացոլում ուրեմն աստվածային իրականությունը, հա, ու հակառակը դա մեր պատկերի արտացոլման, Աստծո պատկերի արտացոլման կարևոր ֆունկցիաներից մեկն է։ Մենք կարող է այդպես չենք նկատում, բայց Աստված այդպես է նայում մեր ամուսնությանը։ Ինքը ստեղծել է դրա համար։ Դա իրան արտահայտելու, իրան արտացոլելու միջոցն է, որտեղ սերը, նվիրումը, զոհաբերությունը, հոգատարությունը, բազմապատկումը, հա, օրդությունը ընտանիքում է։ Ամեն։ Հետաքրքիր է, եթե ընթերցեք Ծննդոց 1-2 գլուխները, 3-4, հա, մի բան նկատելի է, որ լեզուն ու նկարագիրը փիլիսոփայական չի, ոչ էլ գիտական է։ Ու երբ որ այդ հատվածներին վերաբերվում են կամ փիլիսոփայորեն կամ գիտականորեն, չի ստացվում, որտեղ իրանք այդ լեզվով չեն գրվել, այդ հոգով, այդ մտքով, այդ նպատակով չեն գրվել։ Իրանք ավելի պատմողական են։ Գիտեք ինչի։ Ու ինչ որտեղ մանկական են։ Հանգավորված, պարզ բառերով, կարճ նախադասություններով, ճիշտ ինչպես մենք խոսում ենք երեխաներին։ Որտեղ սկզբնական կարևոր բաները մենք սովորեցնում ենք մեր երեխաներին։ Ծննդոց 1-ն էլ իրականում գրվել է ոչ թե որ ուսումնասիրեն փիլիսոփաներ, աստվածաբաններ, այլ որ ծնողը փոխանցում էր երեխային։ Սկզբում Աստված է ստեղծել, արու ու էգ է ստեղծել, իր պատկերով կարճ արտահայտություններ են, բայց դրանք որոշելու էին այդ երեխայի հետագա ընկալումը, հա, ընտանիքի, ինքը այդ աչքերով նայելու էր իր ընտանիքին, այդ աչքերով նայելու էր իր ապագա ընտանիքին, որը պետք է ստեղծեր, եւ այլն։ Օրինակ մենք էլ ունենք, չէ՞, մեր Հայկի ու Բելի պատմությունը։ Եթե նկատեք, ինքը ոնց է, Բել եկավ, Հայկը հավաքեց իր որդիներին, թորներին, չէ՞, ինչ լեզու է ինքը, մանկական լեզու է իրական, մանկական չի նշանակում պրիմիտիվ, նշանակում ավելի պարզ, չէ՞, ոչ փիլիսոփայական, ոչ գիտական։ Դրա համար այդ լեզվի մեջ, օրինակ, մենք չենք տալիս շատ ստույգ տվյալներ, չենք ասում, ասենք, Հայկը հավաքեց 5673 հոգի, բաժանված այսքան գնդի, այսքան վաշտի, չէ, այդ դրա մասին չի, չէ, այդ ստուգությունը չի, պատկերն է ընդհանուր կարևոր։ Ու Ծննդոցի լեզուն էլ է այդպես, ինքը ընդհանուր պատկեր է։ Խոսում է ընդհանուր արժեքների, ընդհանուր կարևորության մասին։ Ու կարևոր բանը, որ մենք այդտեղից տեսնում ենք, որ ընտանիքը ստեղծվել է արտացոլելու Աստծուն։ Հենց որ գրված է իր պատկերով ստեղծեց, արու ու էգ ստեղծեց։ Այսինքն այդ արու ու էգը, այդ ընտանիքը, ամուսնությունը արտացոլում են իրեն։ Մենք միասին ենք արտացոլում հայտնում իրեն։ Լավ, շատ չխորանամ։ Երկրորդ հարաբերության ամբողջականացման համար։ Թե հարաբերությունը իրարու հետ, թե հարաբերությունը Աստծո հետ։ Նայեք, Պետրոսը իր նամակում, առաջ Պետրոսում ասում է, այրեր ձեր կանանց հետ իմաստության վերաբերվեք, որպես փխրուն, չէ, նուրբ, տենց ասած, անոթների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։
Ինչ կապ ունի թե իմ կնգասը ոնց եմ իմ աղոթքը Աստծո հետ։ Իրականում որովհետև իմ ու կնոջս հարաբերությունն է նաև որոշում ինչպիսին է իմ հարաբերությունը Աստծո հետ։ Եթե իմ հարաբերությունը ամբողջական է իր հետ հարաբերությունով ամբողջական դառնում Աստծո հետ։ Նաև որ Աստված ասեց աճեցեք, շատացեք, երկիրը լցրեք, օրհնեց, երկուսին էլ ասեց, չէ՞, ոնց որ երկուսն էլ լսեցին։ Երկուսի լսածն էր ամբողջական։ Ոչ թե մեկին ասեց, հետո ասեց գնաս կնոջդ կպատմես ինչ քեզ ասում եմ։ Երկուսին էլ ասեց։ Ու այդ երկուսին ասելը նկատել եք, որ մենք տարբեր ձևով ենք լսում կանայք եւ տղամարդիկ, չէ՞։ Նույն բանը իմ համար ուրիշ բան է նշանակում, կնոջս համար ուրիշ բան կարող նշանակի, չէ՞։ Հա, եթե մեզ ասել են ժամը 5-ին եղեք այսինչ տեղը, իմ համար նշանակում է 5-ին, կնոջս համար նշանակում է այո 5-ից սկսած։ Նրանք էլ ուրիշ ձև են, ուրիշ տեղում են լսում։ Նայեք, ինչ է սա նշանակում, որպես մոդելի, հա, ընկալման իմաստով։ Ամուսնության մեջ կա լավագույն լսել Աստծուն, որտեղ կա ամբողջական լսել իրան։ Աստված երկուսին խոսեց եւ երկուսը լսեցին։ Առաջի Կորինթացիս 11:1-ում Պողոս առաքյալն ասում է ոչ այրն առանց կնոջ, ոչ էլ կինը առանց այրի։ Ու դրանից առաջ խոսում է աղոթքի մարգարեության մասին, չէ, Աստծո առաջ լինելու մասին։ Ճիշտ ոնց որ իրար հետ է, որ ամբողջական է Աստծո առաջ լինելը։ Այդ նշանակում է այն մասով, որ Աստված քո կնոջն է խոսում ու քեզ չի խոսում, դու չես լսի։ Այն մասով, որ ինքն է լսում, ես չեմ լսում, ես լսում եմ իրանով, այն մասով, որ ինձ է խոսում, իրան չի խոսում, ինքն էլ Աստծուն լսում է ինձանով։ Ու մենք իրար հետ ենք լսում ամբողջական։ Այդ է նշանակում։ Okay։ Տես չի, որ ես հով եմ, Աստված մենակ ինձ է խոսում, կնիկս ինձ պետք է լսի։ Լավ կլներ է տենց լներ, բայց տենց չի։ Օրհնությունը ժառանգելու համար Աստված մարդուն ստեղծեց, օրհնեց որպես ամուսիններ, ոնց որ Աստծո օրհնությունը ամուսնության վրա է, ու շատ վկայություններ կա, երբ որ մարդիկ ամուսնանում են, մինչև այդ գործ չունի, մինչև այդ չգիտեմ էս չունի, հենց ամուսնանում են մեկ է դռներ է բացվում, չէ՞, տենց հակառակը լվոր չի եղել։ Հակառակը չի լինի։ Նայեք, գիտեք ինչից է նաև դա գալիս, երբ որ տղամարդը մենակ ինքն է, ինքը իր գլխի է, տենց լուրջ չի մտածում, գործ ճարի, գործ անի, բայց հենց կին ունի, ընտանիք ունի, արդեն չէ, փնտրում է հնարավորություններ, ու Աստված տալիս է հնարավորություններ, օրհնություններ է տալիս, հա, ու ամուսնությունը իրոք օրհնության դռներ է բացում։ Եվ վերջինը խորհուրդն է ընտանիքի հայտնում Աստծո փրկության ծրագիրը։ Ոչ միայն արտացոլում է Աստծուն իր սերը, նվիրումը, զոհաբերումը, այն որ շատ լավ կլինի տենց լինի, էլի մեր ընտանիքներում տենց։ Որտեվ ամուսնությունը, գիտեք, ավետարանական եկեղեցիների, ավետարանական հավատքի, հա, 4 խորհուրդներից մեկն է։ Մենք 4 խորհուրդներ ունենք, միայն 4-ը, որոնք խորհուրդ են մեզ համար։ Այսինքն դրանք բաներ են, որոնք կամ հիմնվել են Տիրոջ կողմից, Հիսուսի, կամ հաստատվել են իր կողմից, որպես իրականություններ, որոնք մենք անում ենք, նկատի ունենալով շատ ավելի մեծ, շատ ավելի հոգևոր չերևացող իրականությունը։ Մկրտությունը դրանցից մեկն է, չէ՞։ Ինչ է մեր մկրտությունը նշանակում, որ մենք թաղվում ենք Հիսուսի հետ մահվան մեջ եւ հարություն ենք առնում նոր կյանքի համար, չէ՞, բայց մարդուն ջուրն ենք մտցնում, անում ենք ընդամենը։
բայց Աստծո համար ինքը այդ նոր մարդու ծնունդն է, փոփոխությունն է, մեղքերի ներումն է, սրտի թլփատությունն է, հա։ Մեծ խորհուրդ է Աստված դրա մեջ տեսնում, իրականացնում։ Բայց մենք ընդամենը մի հատ ջուր մտցնել անեն այդպես ծառայություն ենք անում։ Երկրորդը հաղորդությունն է, մարմինը եւ հացը եւ գավաթը, չէ, մարմինը եւ այրունը, էլի հացն է եւ այրունն է, բայց դրա հետևում մի հատ ավելի մեծ խորհուրդ կա։ Հիսուսի մարմնի մաս լինելն է, իր զոհաբերության գնի մասը լինելը եւ այլն։ Հիմա չեմ ուզում նրա շատ խորանամ։ Եվ երրորդը ձեռնադրությունն է, խորհուրդ հոգևոր, մենք ձեռնադրում ենք, չէ, հոգևոր ծառայողներին, հաստատելով Աստծո օծությունը, Աստծո կոչումը իրանց վրա, չէ։ Բայց ընդամենը արարողություն ենք անում։ Բայց այդ արարողության հիմքը, հենքը, հա, այն մի հատ մեծ հոգևոր աստվածային կանչն է, կոչումն է, օծությունն է, շնորհքն է, չէ, մարդու վրա։ Համաձայն եք։ Հիմա ամուսնությունը 4-րդ խորհուրդն է, որը տարբեր է նաև առաջի 3-ից, որտեղ օրինակ դրսինների համար մկրտությունը անընդունելի է, այլապես վազելով բոլորը գային մկրտվելու։ Հաղորդությունը անտեսանելի է, որտեղ անում ենք փակ, չէ, եկեղեցու համար Հիսուսն էլ արեց առանձին, չէ, առանց դրսինների, չասեց ով ուզում է գա, տեսեք մենք ոնց ենք հաղորդություն անում, չէ, փակ իր աշակերտների հետ, անտեսանելի է։ Ձեռնադրությունն էլ անհասկանալի է։ Ինչ են անում, յանի ինչ են ձեռ դնում եւ այլն։ Բայց ամուսնությունը միակ խորհուրդն է, որ դրսի համար տեսանելի է, հասկանալի է եւ ընդունելի է։ Այսինքն այն ինչը հաղորդությունը, մկրտությունը, ձեռնադրությունը չեն կարող անել դրսի աշխարհի համար, ամուսնությունը կարող է։ Կարող է հայտնել արտացոլել Աստծուն, կարող է հայտնել Աստծո փրկության ծրագիրը, կարող է ցույց տալ օրհնության ճանապարհը, ինչը չեն անի մյուս խորհուրդները։ Այսինքն ինքը նաև ավետարանչության լավ միջոց է իրականում։ Քո ընտանիքը Աստծո հայտնությունն է աշխարհին, կորած աշխարհին, կենթանի Աստծուն տեսնելու։ Թաղումը վերջն է արդեն, էլ ինչ-որ բան վերջացավ այդ օրը, ինչ-որ ընտանիք վերջացավ։ Հա։ Սրա համար Պողոս առաքյալը, երբ որ երեցների է ասում ընտրեք, ասում է դրսիններից բարի վկայություն ունենա, չէ՞։ Հիշում եք երեցների հովների ընտրության համար ասում է դրսիններից բարի վկայություն ունենա, որտեղ իր ընտանիքը պետք է դրսինների համար մոդել լինի, օրինակ լինի։ Շատ լավ, եկեք ընդմիջում անենք ու կանցնենք առաջ։